Բարի երեկո։ AMGA Armenian Media Group of America հեռուստաընկերության եթերում հայ շոուն է Հովանես Բաբախանյանի հետ։ Կարճատև գովազդային դադարից հետո ես կներկայացնեմ իմ այսօրվա հյուրին։ Մնացեք մեզ հետ։ «1985 թվականից սկսած Երևան Printing-ն ապահովում է տպագրության բարձրագույն որակ։ Մենք մրցակցությունից դուրս ենք։ Երևան տպագրատուն։ Հեռախոս 818 246 2070 կամ այցելեք www.yerevanprinting.net Երևան Printing. If your child is having any difficulties completing their homework, needs additional educational assistance, or simply wants to improve their math, English, science, Armenian, and any other language skills, you may pick up the phone and call us now at 818-671-7986 SNL Academy to enroll your child in our program. We also provide a transportation service. SNL Academy. Inspire the future. Ողնաշարի խախտման հետևանքով ձեզ մոտ կարող է առաջանալ գլխապտույտ, հոդացավ, մկանային ցավեր, արյան շրջանառության խնդիրներ եւ այլն։ Glendale Physical Therapy and Rehab Center-ի հմուտ մասնագետները կօգնեն ձեզ առաջարկելով իրենց բուժման տարբերակները բարձր տեխնոլոգիայով հագեցած սարքավորումներից մինչև իսկ մանուալ դերսում։ Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել 818-246-5200 կամ այցելեք 815 East Colorado փողոց 250 սենյակ Glendale, Կալիֆոռնիա։ Ձեր առողջությունը մեր առաջնահերթ խնդիրն է։ The new management of Vivaldi Florist and Gifts is introducing exceptionally beautiful floral arrangements which will make your special event truly incredible. We offer delivery in all of Los Angeles. We are located at 536 North Glenox Boulevard, Burbank, California. Call us at 818-955-8686. Vivaldi Florist and Gifts. Make your day incredible. Լոսում ապրող հայություն, ուզում եք նորմալ տուն առնեք կամ վաճառեք, չգիտեք ոնց անեք, դիմեք ամենահեշտ ու արագ տարբերակը՝ Կարեն Գասպարյանին։ Կալիֆոռնիայում տան հետ կապված յուրաքանչյուր հարցով կարող եք դիմել Կարեն Գասպարյանին։ Ասեմ ավելին, ուղղակի վստահեք նրան։ Դիմել միայն Կարեն Գասպարյանին։ Զանգահարեք 323 918 1313 Կարեն Գասպարյան։ Կրկին բարի երեկո։ Մենք վերադարձանք ստուդիա եւ այժմ պահն է ներկայացնելու իմ այսօրվա հյուրին։ Նա հարգարժան մարդ է, սիրված, հարգված, բազմաշնոր։ Ես կասեի տաղանդավոր անձնավորություն, որն իր շուրջ կարողանում է այսօր համախմբել հայ-ամերիկյան արվեստի գործիչներին եւ ստեղծել է այսպիսի մի կազմակերպություն, որը կոչվում է հայ-ամերիկյան արվեստի ընկերություն, որն էլ հենց նախագահում է։ Մեր հարգարժան Ռուբեն Գասպարյանն է իմ հյուրը, դիմավորեք։ Բարի երեկո։ Բարի ձեզ։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար, պարոն Գասպարյան։ Խնդրեմ։ Շատ լավ։ Մենք անպայման կանրադառնանք մեր հայ-ամերիկյան արվեստի ընկերությանը, ինչպես անգլերեն է ասվում Armenian American Art Association, բայց նախ սկսենք սկզբից։ Պարոն Գասպարյանի առաջին քայլերը դպրոցից հետո առաջին քայլերը այսպես դեպի պատասխանատու կյանք մտնելու, եթե կարելի է։ Մեր հեռուստադիտողին շատ հետաքրքիր է դա։ Այդ շատ երկար կլինի, դպրոցից լավ է չասել գրկանոցից։ Դե արդեն գրկանոցը ասել եք։ Դե դպրոց ավարտելուց հետո եկել եմ ընդունվել եմ ֆիզկուլտուրայի ինստիտուտ։ Ֆիզկուլտուրայի ինստիտուտը ավարտելուց հետո անցել եմ աշխատանքի, եղել եմ Երևան քաղաքի դրուժինայի շտաբի պետ 2 տարի, այն տարիներին, երբ որ դրուժինա գոյություն ուներ։ Այո։ Հա, նրանից հետո ուրեմն ասեմ գնացել եմ Իժևսկ, որտեղ կանչեցին ֆուտբոլ խաղալու եւ լավ ֆուտբոլ էի խաղում այն ժամանակ, բացի դրանից ցուսերամարտիկ եւ սպորտի վարպետ, հա, բայց ֆուտբոլից տարա մրցավար, ռեսպուբլիկական կարգի մրցավար։
Այո։ Այնտեղ մի 2-3 տարի մնալուց հետո տեղափոխվեցի Երևան։ Երևան եկա, նորից անցա աշխատանքի եւ ավտոտեխսպասարկման կայանում էի աշխատում։ Այնտեղ ուրեմն ասեմ ձեզ իմ հորեղբոր տղան էր դիրեկտորը եւ ստեղծեցի կոմերցիական կազմակերպություն, դրանից հետո կուսակցական կազմակերպություն, որտեղ այդ կուսակցությունը 30 տարի եղա այնտեղ կուսակցության քարտուղար։ Այո։ Այնուհետև երբ 88 թվականին արդեն երաշարժը բանը ամեն ինչ եղավ, արդեն մենք էլ այսօր կինոներում նկարահանվում էի, շատ մեծ ճանաչում ունեի մեծ ռեժիսորների հետ, ինչպես Ֆրունզե Տովլացյանը, Խորեն Աբրամյանը, Կարփ Խաշունյանը եւ այլն, բոլոր լավ ռեժիսորները 33 ֆիլմ եմ խաղացել այ ֆիլմում։ Հետո շուշուտ գալիս էինք Ամերիկա, ցուցահանդեսներ էինք բերում նկարչական մեզ հետ, ֆիլմեր էինք բերում ցուցադրում։ Իսկ այնուհետև երբ հետ էինք վերադառնում, հետո այնպես ստացվեց 94 թվականին, որ Ֆրունզը ասեց, Մեհեր Մկրտչյանը ասեց, Ղուրբան ջան, այստեղ մնալու տեղ չարի գնանք։ Դու արդեն այնտեղ մեծ ծանոթություն ունես, արի գնանք։ Ասիկան ես գնամ, տեղ կանեմ, հետո դու կգաս։ Նա չհասցրեց։ Հա, չէ, չհասցրեց։ Իմիջիալուց ասեմ, շատերն ասում են փող չուներ, բայց տան փող ուներ։ Ահա, չէ։ Տան փող ուներ։ Ասի ինչքան փող ունես, սա դե նայ 150-ից 300,000 տուն եղնի, հա, վերցրա էլի։ Ասի օքեյ, լավ, ես քեզ զանգ կդամ, բան կանեմ։ Այնպես ստացվեց, որ դաժե չհասցրեց Ֆրունզես, որ իր համար տուն վերցնեին, որպեսզի գայինք։ Ես եկա ինքը մնաց, թե ինչ ասեմ, այն ժամանակ էլ արդեն ցուրտ տարիներն էր։ Այո։ Հա, եւ ընտանիքիս վերցրեցի, մի հատ լավ հրաշ խումբ կար։ Այդ հրաշ խումբը ես պարուսուցել եմ եղել։ Հա, այդ խումբը վերցրեցի, հովանավորեցի եւ ընտանիքիս հետ միասին եկանք Միացյալ Նահանգներ։ Եկա այստեղ ուրեմն մի հատ կետ ստեղծեցի փողի փոխանցման, ծանրոցների փոխանցման։ Հետո որոշեցի, որպեսզի ռեկլամ տնեմ, որպեսզի լավ քայլի կորզը։ Երբ հետաքրքրվեցի, տեսա ավելի լավ է, ես իմ ստուդիան ունենամ, հա, եւ ստուդիա բացեցի ինձ համար, եւ կամաց մեծացրի ստուդիան, հա, եւ իմ ռեկլամներով սկսեցի աշխատել։ Շատ լավ։ Այստեղ հետո տեսա գյումրեցիները օր-օրի վրա գալիս են ու մոտս գալիս են, ես սկսեցի ցուցակագրել։ Լրիվ ցուցակագրեցի այս գյումրեցիներին, մոտարապես մոտ 3000 գյումրեցի ցուցակագրեցի, բայց երբ դեք ընտանիք։ Այո։ Ընտանիք մոտարապես կլինի 10000 գյումրեցիներ։ Հա, ասի ավելի լավ կլինի ես այդտեղ Գյումրի միություն ստեղծեմ։ Հա, քանի որ կար Իրանայի միություն, ասի Գյումրի միություն ստեղծեմ։ Ստեղծվեց։ Անպայման։ Եվ իմ առաջարկությամբ իմ գրասենյակում այդ տեղի ունեցավ շատ մեծ շուկով Եփրեմյան սրահում վերցրեցի մարդիկ սելավ, անձրև, բան եւ այլն, բայց ամբողջ գյումրեցիներն եկալեցվեցին, բայց կանչեցի Յուրի Վարդանյանին, ասի Յուրի ջան, ասեցի, ցավը տանեմ, ասի, միակ տեխնազուս դու ես ինձ համար, որ քեզ պետք է նշանակենք, էլի։ Հա, ասեց Ղուրբան ջան, նայ ոնց կասես։ Իսկ ինչ եղավ, միությունը կա, գոյատևում է մինչև հիմա կա։ Չէ, քանդվեց։ Այսինքն կներեք, որ ընդհատում եմ, դուք միշտ եղել եք այսպիսի հասարակական կազմակերպություններ ստեղծող, այո, կարողացել եք շուրջ համախմբել մարդկանց։ Սա շատ կարևոր երևույթ է, ունենալ այդ ձիրքը, այդ համախմբելու ձիրքը շատ կարևոր երևույթ է։ Հուսամ, որ այս հայ-ամերիկյան արվեստի ընկերությունը հաջողությամբ կշարունակի իր գործը, որովհետև դուք ինքներդ եք որոշել ղեկավարել, դուք ինքներդ եք որոշել, իհարկե միապետություն չի լինի, կլինի անպայման խումբ, որը կաջակցի ձեզ եւ այլն։ Ես կուզեմ, որ մի քիչ ներկայացնենք այս սկզբունքները, ինչպես է աշխատում։ Ասեմ, որ ես ինքս նկարիչ եմ նաեւ, ավարտած Եվ թողել էի նկարչությունը, ոչ մի բան չէի անում, մոտարպես 40 տարի չեմ նկարել, ես 2 տարի ինձ սկսել եմ նկարել, բայց ցուցահանդեսներ շատ եմ արել, մոտ 200-ից ավել ցուցահանդեսներ եմ արել, ասեմ որ 10 գրքի հեղինակ եմ, մոտարապես մոտ 300-ից ավել շնորհանդեսներ եմ արել աշխարհի բոլոր երկրներում, տարբեր տեղերում, տարբեր քաղաքներում, բոլորը գրված է գրքերում, հա, ու ասեմ մոտարապես 64000 հատ գիրք եմ տպագրել 10 գրքից մեծամասնություն լրիվ Մեհեր Մկրտչյանն է պատկանում, քանի որ շատ մտերիմ ենք եղել, հա, եւ Մեհերին է պատկանում եւ շատ հետաքրքիր գրքեր են իմիջիալոց, ափսոս կարող էի բերել մի քանիսը ցուցադրել։ Ես ունեմ
Ես ունեմ, որովհետև ես շնորհանդեսին ներկա եմ եղել այստեղ դեսպանատանը, եթե հիշում եք, ես հրավիրված եմ եւ ես ներկա եմ եղել։ Ես պետք է խնդրեմ ձեր թույլտվությունը ընդհատելու մեր հարցազրույցը կարճատև գովազդային դաթարով, այնուհետև կվերադառնանք ստուդիա եւ կշարունակենք մեր հարցազրույցը մեր հարգարժան Ռուբեն Գասպարյանի հետ։ Մնացեք մեզ հետ։ «1985 թվականից սկսած Երևան Printing-ն ապահովում է տպագրության բարձրագույն որակ։ Մենք մրցակցությունից դուրս ենք։ Երևան տպագրատու։ Հեռախոս 818 246 2070 կամ այցելեք www.yerevanprinting.net։ Երևան Printing։ Վիվալդի ծաղկի ձևավորման սրահի նոր տնօրինությունն առաջարկում է բացառիկ գունային ներդաշնակությամբ ձևավորված նրբաճաշակ կոմպոզիցիաներ, որոնք կզարդարեն ձեր երեկոն տալով նրան անկրկնելի գեղեցկություն եւ անզուգական հմայք։ Մենք ունենք նաեւ ծաղկեփնջերի առաքում ամբողջ Լոս Անջելեսի տարածքում։ Մեր հասցեն 536 North Glenox Boulevard, Burbank, California։ Կամ զանգահարեք 818-955-8686 Վիվալդի ծաղկի սրահ։ Գեղեցկացրեք ձեր օրը։ Եթե ձեր երեխան դժվարանում է ինքնուրույն կատարել տնային աշխատանքը, ունի հավելյալ օգնության կարիք կամ պարզապես ցանկանում է ամրացնել իր մաթեմատիկայի, բնական գիտությունների, հայոց լեզվի, անգլերենի կամ այլ օտար լեզուների գիտելիքները, ուրեմն առանց հապաղելու զանգահարեք 818-671-7986 S&L Academy եւ գրանցեք ձեր երեխային։ Մենք ունենք նաև տրանսպորտային ծառայություն։ S&L Academy, կառուցեք ձեր երեխայի լուսավոր ապագան։ Ողնաշարի խախտման հետևանքով ձեզ մոտ կարող է առաջանալ գլխապտույտ, հոդացավ, մկանային ցավեր, արյան շրջանառության խնդիրներ եւ այլն։ Glendale Physical Therapy and Rehab Center-ի հմուտ մասնագետները կօգնեն ձեզ առաջարկելով իրենց բուժման տարբերակները բարձր տեխնոլոգիայով հագեցած սարքավորումներից մինչև իսկ մանուալ ներսում։ Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել 818-246-5200 կամ այցելեք 815 East Colorado փողոց 250 սենյակ Glendale, Կալիֆոռնիա։ Ձեր առողջությունը մեր առաջնահերթ խնդիրն է։ Լոսում ապրող հայություն, ուզում եք նորմալ տուն առնեք կամ վաճառեք, չգիտեք ոնց անեք, դիմեք ամենահեշտ ու արագ տարբերակը՝ Կարեն Գասպարյանին։ Կալիֆոռնիայում տան հետ կապված յուրաքանչյուր հարցով կարող եք դիմել Կարեն Գասպարյանին։ Ասեմ ավելին, ուղղակի վստահեք նրան։ Դիմել միայն Կարեն Գասպարյանին։ Զանգահարեք 323 918 1313 Կարեն Գասպարյան։ Մենք վերադարձանք ստուդիա եւ ես հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք Ռուբեն Գասպարյանի հետ։ Մնացեք մեզ հետ։ Ես ընդհատեցի, երբ մենք հասանք Մհեր Մկրտչյանին, ամենահետաքրքիր թեման, ես կուզեի, որ եթե կա որևէ կուրիոզ կապված մեր մեծերի հետ, ասացիք, որ 30 ֆիլմում եք նկարահանվել, այսօր պրոֆեսիոնալ դերասաններ կան, որ կարող են նախանձել այդ թվին, 30-ը կատակ չէ ֆիլմերի համար, հա, այն ժամանակ։ Կա որևէ հետաքրքիր դեպք, հետաքրքիր է մեր հեռուստադիտողին։ Զավեշտական դեպքեր շատ կա։ Այն ժամանակները, որ ինձ ուզում էին տաժե ժողովրդական դերասան տային եւ այդ վերջից գիրքը ամբողջ նրանց տված այն դեպքերն են, կուրիոզներն են, խորհուրդները կամ այն ժամանակ գերագույն սովետներ տալիս ժողովրդական դերասաններին նշանակում էին, բայց ինձ իր աշխավորագրեր էր պետք 8 հատ, որովհետեւ ինձ տային։ Ֆրունզե Դովլազյանը 12 հատ հավաքեց Ղուրբան ջան, ամեն ինչ, բայց քանդը բան եւ այլն։ Հիմա ձեր հարցին պատասխանեմ, դե զավեշտական դեպքերից ավելի լավ է ուզում եք մի հատ Ֆլորա Մարտիրոսյանից ասեմ, որտեղ Ֆլորայի հետ էլ շատ մտերիմ ենք, կարամ ասեմ մեր տան մեջն է մեծը, այդքան որ շատ մտերիմ ենք եղել, շատ չափից դուրս։ Ուրեմն մի օր եկավ մեր տուն, Ղուրբան ջան ասեց, իմացել եմ լավ կոֆեի բաժակ ես նայում։ Հա։ Ճիշտ ասած հանգարցակի գա։ Կյանքում ես կոֆեի բաժակ չեմ նայել, բայց շատ գաղտնիքներ գիտեմ Ֆլորա Մարտիրոսյանից,
ասի Ֆլոր ջան, դե խմի կոֆետ, ասի շուրտուր բաժակը կնայեմ, հա։ Ու ինքն էլ չգիտեր որ այս այդ գաղտնիքները գիտեմ իր մասին, հա։ Ուրեմն վերցրեցի բաժակը, հա, սկսեցի նայել, ասի Ֆլոր ջան, այս ինչ երկար ճամփա ունես գնալու, այս համերգների ես գնալու բան, Քուվեթ համերգների պետք է գնար մի 15 օրից, հա, ասի այս քտարով էս ինչ քաղաք է, սա Քուվեթ է, հա, ասի տեսար, տես քնեն, այ քն տեսնում ես մեջը, բա Են մի աղբերն էլ ուրեմն $4000 փող էր առել Ֆլորի, չէր տալիս, 2 տարի չէր տալիս։ Ֆլոր էսով է մոդիկ հարազատ է, քեզից փողը տարել ես էցի, բայց չի տալիս $4000 համարյա։ Այդքան կա, սա հենց այդքան էր կա։ Հա, ասի սպասելիքներ չունի, վայ, սա թաղեմ ես դրան։ Սա բիշ բդերնի չգիտեմ Ֆլոր ջան, ասի շատ բան կա նայելու, հսմատով բաժակի լավ է, վայ, հա, ասի լավ ասեցի, չեմ ուզում երկարացնեմ, շատ բաներ ասեցի, հա, ասի լավ, մի հատ բան արա, մատը մծրա մեջ ասեցի, ու սիրտդ պաստեսնիկ էլ է, ոնց է, հա, հասած, Հիմա ես ինչ ասում եմ, ինքը ասում է ճիշտ է, ճիշտ ապշած է մնացել, էլի, հա։ Հա դա մցրեց ես հանեց սիդիկեր։ Կերավ, սես, հա, ասի լավ, կուլ տվեց, բաժակը վերցրի, վայ Ֆլոր, ես մեկը չեմ սե։ Ես ինչ էր, վայ չէ, ցավը տանեմ, խնդրեմ գա։ Ես կանոր սաղ դու ճիշտից ուրեմն մի բանում կա։ Ասի չէ, ճիշտ է կա, բայց չեմ սեմ, ես բաներ ասի չեմ սե, Ֆլոր ջան։ Շատ օր խնդրեց, հա, ասի լավ, կասեմ, Ֆլոր ջան։ Ինքն է համերգների բդեր տար 15 օրից ասի Ֆլոր սեցի 10 օր դու ճագատի չիբան բդերնի հա իսկ Ֆլորը ապշած մնաց վայ ոնց բդերնի ինչ բդերնի ասի չդեմ ցավը տանեմ սեցի տեսա որ սա ամեն ինչ ճիշտ ասեցի վերցրեց վիլեն չդեմ բանկար իրանց բաներ ղեկավարներ զանգեց իրան թե սավ կելնի Քուվեթի համերգ հետացկեք սա ոնց դա տոմսը ծախվե բանը ծախվե հա Սպես 10 օր դու ճակտից չիբան բդերանի նոր բաժակից անարծի ինչ ես խոսում ինչ չիբանի հա ուրեմն այդ ժամանակ ես ֆիլմ եմ նկարում մենավոր ինդուզենին հա զանգ տիվի վաղինագի չի ինքնուր զանգի տեսա վաղինագի չանսի նոր Ֆլորի բաժակը նայեցի 10 օր դու ճակտին չիբան բդերանի այդ տղան չես վախեցել դակտորս ինչ որ կային եմ ասել էլի հա այդ չեմ չափազացնում հիմա նստած եմ ստուդիայից կամ մարտել երևի նայում է ինձ հա ուղիղ 10 օր դու Այդ չիբանն իմ ճակտիս եղավ։ Խնդաս կը, բայց ես լալու բան եմ ասում, իսկականից եմ ասում։ Բայց լավ դուք չեք գնալու Քուվեթ։ Հա, բայց նկարը համբում էի, ճակատին չիբան եղավ։ Այդպես շատ լավն է։ Ֆերոզից ասեմ, բայց շատ բաներ կա, որովհետև սա կրկերից մեջ է զավեշտական տեպքերը շատ բաներ գրված։ Ուրեմն միտեղ ապարում ենք Ասի Ֆրուշան ինչ լավ է սպարում, կարող է բարի ես գնացե։ Սա վես մենակ բարի չեմ գնացե։ Սա վես դոնարի եդևից եմ գնացե, թամարի եդևից եմ գնացե։ Եկանք փողոցով ինքը շատ բաներ կա ֆրանսից ասել, մի բան էլ ասեմ։ Եկանք մի հատ կենիկ պամիդոր էր ծախում։ Ուրեմն առողջ արժե 1 ռուբլի, լղջված է 50 կոպեկ։ Հա։ Սա կերնի այդ առողջը լղջես 50 կոպեկով 10 տանինք։ Դե իզուր չի որ ասում են գյումրեցի, չէ՞։ Այտենց ժողովրդական խոսք ասում են գյումրեցի, խոսքը ջեբը։ Շատ։ Ու եկան բաներ կա ասելու որ շատ։ Եթե ասենք ուրեմն ես իմ քանի ժամ Եվ դուք եք գյումրեցի եւ ձեր ընկերները գնացել ենք Սոչի լողանում ենք, ուրեմն Սոչի ինքը սիրում էր մեջքի վրա ասես Լեննագանում լիճ կար, միշտ էս պարգում լողանում էր։ Բայց այնտեղ մենակ քիտն էր Ֆերուզի երևում, գիտես, չէր ում ջերի մեջ մարդկա թե չի գա։ Այդ ծովապում հայերը շատ կային, էլի մեկ այնտեղի ճվաստ ժողովուրդ փախ է կակուլակ ու կա։ Մեր այդ քիթը։ Այս ուրախ նոտայով ես եւս մեկ անգամ պիտի խնդրեմ ձեր շուտությունը ընդհանրելու գովազդային կարճ դադարով, այնուհետև կվերադառնանք ստուդիա ու կշարունակենք մեր հարցազրույցը մեր հարգարժան Ռուբեն Գասպարյանի հետ։ Մնացեք մեզ հետ։ «1985 թվականից սկսած Երևան Printing-ն ապահովում է տպագրության բարձրագույն որակ։ Մենք մրցակցությունից դուրս ենք։ Երևան տպագրատուն։ Հեռախոս 818 246 2070 կամ այցելեք www.yerevanprinting.net Երևան Printing
Վիվալդի ծաղկի ձևավորման սրահի նոր տնօրինությունն առաջարկում է բացառիկ գունային ներդաշնակությամբ ձևավորված նրբաճաշակ կոմպոզիցիաներ, որոնք կզարդարեն ձեր երեկոն տալով նրան անկրկնելի գեղեցկություն եւ անզուգական հմայք։ Մենք ունենք նաեւ ծաղկեփնջերի առաքում ամբողջ Լոս Անջելեսի տարածքում։ Մեր հասցեն 536 North Glenox Boulevard, Burbank, California։ Կամ զանգահարեք 818-955-8686 Վիվալդի ծաղկի սրահ։ Գեղեցկացրեք ձեր օրը։ Եթե ձեր երեխան դժվարանում է ինքնուրույն կատարել տնային աշխատանքը, ունի հավելյալ օգնության կարիք կամ պարզապես ցանկանում է ամրացնել իր մաթեմատիկայի, բնական գիտությունների, հայոց լեզվի, անգլերենի կամ այլ օտար լեզուների գիտելիքները, ուրեմն առանց հապաղելու զանգահարեք 818-671-7986 S&L Academy եւ գրանցեք ձեր երեխային։ Մենք ունենք նաեւ տրանսպորտային ծառայություն։ S&L Academy, կառուցեք ձեր երեխայի լուսավոր ապագան։ Ողնաշարի խախտման հետևանքով ձեզ մոտ կարող է առաջանալ գլխապտույտ, հոդացավ, մկանային ցավեր, արյան շրջանառության խնդիրներ եւ այլն։ Glendale Physical Therapy and Rehab Center-ի հմուտ մասնագետները կօգնեն ձեզ առաջարկելով իրենց բուժման տարբերակները բարձր տեխնոլոգիայով հագեցած սարքավորումներից մինչև իսկ մանուալ ներսում։ Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել 818-246-5200 կամ այցելեք 815 East Colorado փողոց 250 սենյակ Glendale, Կալիֆոռնիա։ Ձեր առողջությունը մեր առաջնահերթ խնդիրն է։ Լոսում ապրող հայություն, ուզում եք նորմալ տուն առնեք կամ վաճառեք, չգիտեք ոնց անեք, դիմեք ամենահեշտ ու արագ տարբերակը՝ Կարեն Գասպարյանին։ Կալիֆոռնիայում տան հետ կապված յուրաքանչյուր հարցով կարող եք դիմել Կարեն Գասպարյանին։ Ասեմ ավելին, ուղղակի վստահեք նրան։ Դիմել միայն Կարեն Գասպարյանին։ Զանգահարեք 323 918 1313 Կարեն Գասպարյան։ Մենք վերադարձանք ստուդիա եւ ես հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք Ռուբեն Գասպարյանի հետ եւ այսօր կմանրամասնենք հայ-ամերիկյան արվեստի ընկերության գործունեությունը եւ կտեսնենք, թե այս առաջին շնորհանդեսը, որ տեղի է ունենալու օգոստոս 2-ին ժամը 4-ին, ինչ է ակնկալում։ 4-ից մինչև 7-ը գրված է, ընդամենը 1 օր, տեղեկությունների համար զանգահարել 818-570-6565 հեռախոսահամարով եւ ես ասեմ հասցեն 225 East Broadway, Glendale, California 91205 հատող փողոցը Լուիս։ Այս շենքը հայտնի է նաև որպես Hollywood Production-ի շենք, այստեղ Glendale-ի բնակիչները գիտեն, այստեղ տեղի է ունենալու մի բացօթյա գեղեցիկ ցուցահանդես, տևելու է ժամը 4-ից 7-ը, մուտքն ազատ է եւ լինելու է նաև հյուրասիրություն, ինչպես այստեղ Ամերիկայի կարգն է։ Մի քիչ խոսենք եւ նկարիչների եւ մասնակցության ձևի մասին։ Ասեմ, նախ միությունը ոնց ստեղծվեց։ Միությունը, քանի որ այդ շատ նկարչական ցուցահանդեսներ արել, մարդիկ գալիս էին նկարիչները, Ուրբան ջան, մի բան արա, այդ ցուցահանդեսը սկայան է, այս ցուցահանդեսը ու տարբեր նկարիչներ, էլի տեսում են, որ ցուցահանդեսներ եմ անում տարբեր տեղեր, ոնց էս անում, ասում եմ դե ցուցահանդեսը մարդիկ կան 1500, 2000 սրահի համար եղել է մինչև 3000 ռուբլի փող են ուզել, որբիսի ասենք ցուցահանդեսները լինի։ Բայց կա հնարավորություն, որ առանց այդ գումարի սրահ վերցնել եւ ցուցահանդես անել։ Ես էլ ուզեցա աշխատել, որ այս բոլոր նկարիչները կարամ ասեմ, որոշ մի քանի նկարիչներ կա, որ ունեն իրանց արվեստանոցը, ուզեն իրան նկարչական ինչ-որ կարող են միտեղ ցուցադրել, բայց չեն կարող վաճառել, հնարավորություն չունեն։ Եթե իրանք վերցնեն, վարձեն այդ 4000, 3000 տան, մի հատ նկարել չեն վաճառի, բայց մենակ շատ դժվար է։ Դրա համար ես համախմբվեցի եւ ինչքան նկարիչներ կար, ես արդեն 4-րդ ժողովն եմ անում, ու բոլորը հիացած, ուրախացած, հաշի Երևանից են, այսօր ինձ զանգել է Շմավորյանը, Սևադա, Սամվել Սևադա, եւ շատ այնպիսի մարդիկ են զանգել եւ սես հիացմունքներն են արտահայտել, որ դա լավ բան է սարել։
Այս արվեստի մեջ մտնում է ոչ թե միայն նկարչությունը, քանդակագործություն, գոբելեն, կերակուրդ, այո, կիրառական արվեստ եւ շատ տարբեր արվեստագետներ էլի կարող են մասնակցել այս ցուցահանդեսին։ Այսինքն ոչ միայն ցուցահանդեսին, իրանք կունենան արդեն իրանք ես արդեն մի քանի տեղ խոսել եմ տարբեր տեղեր, ծերի սրահները տրամադրում են։ Մենք ունենք մի հատ լավ հովանավոր Մարգարիտ Ավետիսյանը, Մերտիկին Մարգարիտ Ավետիսյանը, որը իմ հյուրն էր 2 շաբաթ առաջ։ Շատ ուրախ եմ, շատ մի հոյակապ կին է, եւ նա ձեր բռնեց, ասեց Ղուրբան ջան, դու մենակ չես, իմացի ես էլ քեզ հետ եմ, քանի որ ես իմացել եմ, որ Մարգարիտան էլ Արցախի փողոցում ուզում էր արվեստի կենտրոն սարքել, ամիսը մեկ անգամ գոնե այդտեղ մեր բոլոր արվեստագետները հավաքվեն եւ նրան ինչ որ մերժել են եւ մեկ ուրիշը իր միտքը գողացել է։ Հիմա դրա համար ես ուզում եմ, որ այս մեր բոլոր հավաքված արվեստագետներով նախ լինեն միության անդամներ, եթե նրանք միության անդամ չլինեն, չեն կարող այս ցուցահանդեսների մասնակցել։ Բայց օրական ասեմ 15-ից 20 նկարիչներ են զանգում եւ ցանկություն հայտնում։ Օրինակ երկուշաբթի օրը մենք այդեն էլի նկարիչներ կան, երկուշաբթի օրը ժամը 7-ին Կարամանուկյան սրահում, որը գտնվում է Սենտրալ փողոցի վրա, Եկեղեցու հարևանությամբ։ Այո, եկեղեցու հարևանությամբ ժամը 7-ին երեկոյան, եթե լսում են, նայում են, հաղորդում եւ ցանկություն ունեն, իրանք էլ միության անդամ ծառան, իրանք նկարներն էլ, իրանք ուզենան անվճար ձևով նկարները տնեն եւ վաճառվի, հասույթնել իրանցից ոչ բան չի պահանջում։ Միան մասնակցել է պետք միության անդամ լինելու։ Եթե միության անդամ չլինի, մենք չենք թույլատրի։ Շատ լավ։ Թույլ տվեք ես ինքս դիմեմ եւ եւս մեկ անգամ բարձեմ այս ամենը, ասեմ բոլոր նրանց, ովքեր նկարում են, սիրում են նկարել կամ արդեն պրոֆեսիոնալ նկարիչներ են, սա փայլուն հնարավորություն է մասնակցելու ցուցահանդեսին բացարձակ անվճար եւ ձեր վաճառած նկարից դուք որևէ տոկոս չեք թողնում ոչ դահլիճին, ոչ որևէ մեկին։ Այն ամբողջությամբ ձերն է։ Այսինքն, պարոն Գասպարյանը փորձում է պաշտպանել ձեր իրավունքները, ձեր նկարչի արվեստագետի իրավունքները։ Սա շատ կարևոր է այստեղ համայնքում, որովհետև որևէ բան կազմակերպելու համար դուք ինքներդ քիչ առաջ ասացիք, որ հազարավոր դոլարներ են ծախսվում սրահը վարձելու համար։ Հետո էլ հարց է, նկարիչը կկարողանա վաճառել որևէ գործ, սրահի գումարը փակել թե ոչ։ Շատ լավ գերազանց։ Մեր խոսակցության մեջ ես ամեն ինչ անում էի, որ Ղուրբանով չդիմեմ, բայց ես բոլոր իմ լավ ընկերներին միշտ ասում եմ, մենք ընկերներ ենք կյանքում, բայց հեռուստատեսությունը թույլ չի տալիս, այլ իրավունք եւ հնարավորություն է տալիս, որպեսզի մենք իրար շատ ավելի ֆորմալ դիմենք, բայց այս դեպքում ես ուզում եմ խոսեմ ու հարցնեմ անպայման այս Ղուրբան ծածկանունի մասին։ Ոնց ստեղծվեց, ոնց եղավ, որովհետեւ շատ քաղցր անուշ բառ է։ Ասեմ, իմիջիալոց մի օր էլ տունը նստած էինք, այդ Ղուրբան կասեմ ոնց եղավ։ Տղեկը մեջ 4-5 օր տունը նստած խոսում ենք, հեռախոսի զանգ եկավ։ Այն ժամանակ հեռախոսը դե լարով, բանով չէր, պետք է նայր մոդիկ որ վերցնել։ Մամաս վերցրեց հեռախոսը, ասեց սխալ եք զանգի ու հեռախոսը կախեց։ Մեկ զանգել էր, երկրորդ անգամ զանգ եկավ, նորից մամաս զդվցրիկ տղա ջան ասեց, սխալ եք զանգում էլի։ Հեռախոսը կախեցի, այ ում են ուզում։ Բա Ռուբիկին։ Ասի այ մաջան ինձ են ուզում։ Ստված թե Ղուրբանին են ուզել, մաման ասել ասա։ Սա վայ Ղուրբան ջան կներես։ Շատ լավ։ Մամաս ինձ ասում է վայ Ղուրբան ջան կներես։ Իսկ ոնց մնաց Ղուրբան անունը, ասեմ որ շատ բարեգործություններ եմ արել, շատ բարեգործություններ, ունենք երաշարից հետո մինչև այդ Ղուրբան անունը ես 5 կանտեյներ օգնություն Գյումրի եմ ուղարկել, 5, բայց ոչ միտեղ ցեն չեմ անել, 20 տարի, 17 տարի հեռուստատեսություն եմ ունեցել, ոչ մի անգամ չեմ ասել, որ այսքան բայց կրկերից մեջ գրել եմ, թվով, ժամով, 5-րդ դպրոց կար, որտեղ ես սովորել ավարտել եմ, այդ 5-րդ դպրոցին օգնություններ եմ ղրգել բոլորի համար, կինոստուդիային, հայ ֆիլմ կինոստուդիային, Զատկվա օրը, Էլցու, լավաշ, գինի, ամեն ինչ, այդպես նաև եկեղեցի Սուրբ Սարգիս եկեղեցու տուրը 2 հատ ավտո կանգնեցրել եմ, ձու լավաշ եմ բաժնել տվել, ասել են այ մարդ, այս ինչ Ղուրբան տղա է, Ղուրբանը էդով է դանունը տրել, ինչ ճիշտ անուն են տրել, աշխատել եմ միշտ բարեգործ, սա էլ ինձ համար բարեգործություն է, որը հենց հիմա ես անում եմ, սա բարեգործություն է, թող լինի ստեղծվի այս ընկերությունը, հետագայում մարդիկ ասեն ախպեր հալալ է էլի, կարող է հետո ասեն գիտես ինչ
արեք գնանք Ղուրբեննոց, անունը տնեն Ղուրբեն, այստեղ որ օֆիս ունեի, լենագացի գալիս էին, ասում են, երթանք Ղուրբեննոց։ Չգիտես ու։ Շմիստեղ էլ կասեմ, վաղ գնանք Ղուրբեննոց։ Շատ լավ։ Դուք ես եւս մեկ անգամ հիշեցնեմ մեր հեռուստադիտողին այս ամենի մասին, հա։ Ուրեմն ասեմ, որ այստեղ Գլենդելում ստեղծվել է հայ-ամերիկյան արվեստի ընկերություն։ Անգլերեն ասում ենք Armenian American Art Association, այսինքն գրվում է AAAA, 4A եթե հանդիպեք, սա ուրեմն Armenian American Art Association-ն է, որի նախագահ ընտրվեց մեր հարգարժան Ռուբեն Գասպարյանը, որն այսօր հյուրընկալվել է մեզ, եւ ասեմ, որ առաջինը, որ կազմակերպվում է օգոստոսի 2-ին ժամը 4-ից մինչև 7-ը, լինելու է ընդամենը 1 օր, լինելու է մեծ ցուցահանդես։ Մուտքն ազատ է եւ հյուրասիրություն է տեղի ունենալու, բայց դուք եթե կարիք ունեք հրավիրատոմսի, ուրեմն զանգահարում եք 818 570 6565 հեռախոսահամարով կամ էլ միանգամից գալիս եք 225 East Broadway, Glendale, California 91205 հատող փողոցը Լուիս։ Այս շենքը հայտնի է բոլորիս որպես Hollywood Production-ի շենք։ Ուրեմն այստեղ տեղի կունենա մեր Երևանը Հայաստանի վերնիսաժը հիշեցնող ցուցահանդես։ Աբրես, հայ մոտարապես այդ տիպի կլինի, հա, եւ ես ուրախ եմ, որ այդ օրը շատ նկարիչներ կլինեն, հա, եւ լավ գործեր կա, բացի դրանից մենք ունենք գործեր, Մարտիրոս Սարյան ունենք, Մինաս ունենք, Կոջոյան ունենք, Անատոլի Գրիգորյան ունենք, Ֆերդինանդ Մանուկյան ունենք, Անատոլի Գրիգորյան, Քոլոզյան, Շմավոնյան։ Ես էլ իմ կողմից կավելացնեմ Խորեն Տեր-Հարության, անպայման կբերեմ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործություններից եւ ցուցադրենք եւ տեսնենք, որովհետեւ գիտեք անուններ կան, որոնք չպիտի մոռացվեն ասի կողմից։ Բայց այսօր Խորեն Տեր-Հարությանի անունը ցավոք մարդ քանդակագործ նկարիչ արվեստագետ, որն իր ողջ կյանքը նվիրել է մեր կոտորածի թեման պրոպագանդելուն եւ նա այդ սկսել է դարասկզբին։ Դուք պատկերացնում եք Խորեն Տեր-Հարությանի մասին է խոսքը, որի թանգարանը կա Հայաստանում, գիտեք նա նվիրաբերեց 1000-ից ավել գործ Հայաստանին, էջմիածնում պահվում են նրա գործերը եւ ցուցադրվում են եւ այստեղ էլ Միացյալ Նահանգներում նա ցուցադրվել է Պաբլո Պիկասոյի հետ, նա ցուցադրվել է Մետրոպոլիտեն մյուզեումում եւ այլն եւ այլն։ Մի խոսքով սա էլ առանցին թեմա է, բայց որ դուք խոսեցիք մեծերից եւ մեծերի ստեղծագործություններից, ես օգտվեցի առիթից եւ ուզեցի ասել, որ ես էլ իմ կողմից անպայման Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կներկայացնեմ։ Դե խորին շնորհակալություն ձեզ հաղորդմանը մասնակցելու համար։ Ես ուզում եմ առաջարկել, եթե դուք որևէ բան ունեք ասելու հեռուստադիտողին, խնդրեմ օգտվեք առիթից եւ կատարեք ձեր հայտարարությունը կամ ողջույնը։ Ողջունում եմ, պարզապես նորից կարող եմ հիշեցնել, որովհետեւ մեր հայ ժողովուրդը թող գան եւ գեղեցիկ նկարներից վերցնեն այդ իրանց գեղեցիկ այդ բնակարանները, որ ունեն, շատերի բնակարաններն են մտնում եւ չեմ տեսնում արվեստի մի գործ։ Սրանից մի 30 տարի առաջ երբ մտնում էի տները, կային մարդիկ, որ արվեստի գործեր կա, բայց հիմա ոչ մի հատ արվեստի գործ չեմ տեսնում, որը շատ սխալ է։ Այդ պետք է անպայման վերցնեք եւ թողնեք ձեր զավակներին, ձեր թորներին, որովհետեւ վաղը ասեք, որ այս այն հանճարեղ նկարիչն է, որը ձեր պապը թողել է, նվիրել է ձեզ։ Պարզապես բոլորի ցանկանում եմ ժողովրդյան առողջություն, լավ ելնեք եւ բոլորի ցանկանում եմ շատ փող ունենաք, դոլար։ Շատ լավ։ Էլի հումորով։ Շատ լավ։ Անչափ շնորհակալ եմ, պարոն Գասպարյան։ Մեր հարգարժան Ղուրբան։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար եւ հայ շոուին մասնակցելու համար։ Ուրախ եմ եւ ես ինքս էլ ողջունում եմ այս փայլուն գաղափարը։ Եվս մեկ անգամ ասեմ մեր նկարիչներին, որ բացվել է մի ընկերություն, որը կոչվում է Հայ-ամերիկյան արվեստի ընկերություն, որը ներգրավում է իր մեջ նկարիչներին, քանդակագործներին, բոլոր նրանց, ովքեր պաշտպանության կարիք ունեն, իսկ ես գտնում եմ, որ բոլոր արվեստագետները պետք է պաշտպանված լինեն։ Այսա հենց այն ընկերությունն է, որը պաշտպանելու է ձեզ, ձեր իրավունքները եւ ձեր ստեղծագործությունները։ Լավ, ուրեմն այս գեղեցիկ նոտայով խնդրեմ։ Հովանես Շանդոյցի շատ ուրախ եմ։
Չես պատկերացնებ, ես ինչքան ուրախ եմ, որ քեզ հետ նստած եմ հարցազրույցի, շատ ուրախ եմ։ Լավ։ Շնորհակալ եմ, Անջո։ Շնորհակալ եմ, այս գեղեցիկ եւ ուրախ նոտայով էլ ավարտենք մեր այսօրվա հարցազրույցը մեր հարգարժան Ռուբեն Գասպարյանի, մեր Ղուրբանի հետ։ Մնացեք մեզ հետ, մինչ նոր հանդիպում։ «1985 թվականից սկսած Երևան Printing-ն ապահովում է տպագրության բարձրագույն որակ։ Մենք մրցակցությունից դուրս ենք։ Երևան տպագրատուն։ Հեռախոս 818-246-2070 կամ այցելեք www.yerevanprinting.net։ Երևան Printing։ Վիվալդի ծաղկի ձևավորման սրահի նոր տնօրինությունն առաջարկում է բացառիկ գունային ներդաշնակությամբ ձևավորված նրբաճաշակ կոմպոզիցիաներ, որոնք կզարդարեն ձեր երեկոն տալով նրան անկրկնելի գեղեցկություն եւ անզուգական հմայք։ Մենք ունենք նաեւ ծաղկեփնջերի առաքում ամբողջ Լոս Անջելեսի տարածքում։ Մեր հասցեն 536 North Glenox Boulevard, Burbank, California։ Կամ զանգահարեք 818-955-8686 Վիվալդի ծաղկի սրահ։ Գեղեցկացրեք ձեր օրը։ Եթե ձեր երեխան դժվարանում է ինքնուրույն կատարել տնային աշխատանքը, ունի հավելյալ օգնության կարիք կամ պարզապես ցանկանում է ամրացնել իր մաթեմատիկայի, բնական գիտությունների, հայոց լեզվի, անգլերենի կամ այլ օտար լեզուների գիտելիքները, ուրեմն առանց հապաղելու զանգահարեք 818-671-7986 S&L Academy եւ գրանցեք ձեր երեխային։ Մենք ունենք նաեւ տրանսպորտային ծառայություն։ S&L Academy, կառուցեք ձեր երեխայի լուսավոր ապագան։ Ողնաշարի խախտման հետևանքով ձեզ մոտ կարող է առաջանալ գլխապտույտ, հոդացավ, մկանային ցավեր, արյան շրջանառության խնդիրներ եւ այլն։ Glendale Physical Therapy and Rehab Center-ի հմուտ մասնագետները կօգնեն ձեզ առաջարկելով իրենց բուժման տարբերակները բարձր տեխնոլոգիայով հագեցած սարքավորումներից մինչև իսկ մանուալ ներսում։ Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել 818-246-5200 կամ այցելեք 815 East Colorado փողոց 250 սենյակ Glendale, Կալիֆոռնիա։ Ձեր առողջությունը մեր առաջնահերթ խնդիրն է։ Լոսում ապրող հայություն, ուզում եք նորմալ տուն առնեք կամ վաճառեք, չգիտեք ոնց անեք, դիմեք ամենահեշտ ու արագ տարբերակը՝ Կարեն Գասպարյանին։ Կալիֆոռնիայում տան հետ կապված յուրաքանչյուր հարցով կարող եք դիմել Կարեն Գասպարյանին։ Ասեմ ավելին, ուղղակի վստահեք նրան։ Դիմել միայն Կարեն Գասպարյանին։ Զանգահարեք 323 918 1313 Կարեն Գասպարյան։